խոսելու եմ մեր կարևոր ընթացքի մասին, որովհետև որպես Աստծո ժողովուրդ մենք մեզ կոչում ենք հավատացյալ, մենք մեզ կոչում ենք քրիստոնյա, մենք գիտենք, որ խավարից եկել ենք լույսին, բայց հույս ունեմ, որ այսօրվա խոսքը մեզ ավելի խորը կտանի հասկանալու ինչ է նշանակում լինել աշակերտ Հիսուսի։ Որովհետև այսօր, երբ որ մենք ասում ենք աշակերտ, պատկերացնում ենք մեկը, որ 6-7 տարեկանում շորերը հագավ, կոկիկ, գեղեցիկ, մի քանի ժամով գնաց դպրոց, եկավ տուն, ապրեց իր կյանքով, մեծացավ, ինչ որ մի բան դառավ։ Այն ժամանակ, երբ որ Հիսուսը կանչեց իր աշակերտներին եւ կոչեց աշակերտ, հույս ունեմ, որ մենք կգնանք այդ ժամանակներ միասին եւ կնայենք այդ անցյալի ժամանակի ակնոցներով հասկանալու ինչ էր եւ ինչպես էր այդ process-ը կատարվում եւ ինչի մեջ էր կարեւորությունը։ Մարկոս 3:14-ի մեջ գրված է, որ Հիսուսը 12 հոգի կանչեց կամ կարգեց, որ իր հետ լինեն եւ նրանց ուղարկի քարոզելու եւ նրանք իշխանություն ունենան ցավերը բժշկելու եւ դևեր հանելու։ Հիսուսը կանչեց 12 հոգի, առաջի բաներից մեկն ասում է, որ իր հետ լինեն։ Այսօր մենք ասած ընդհանուր քրիստոնեության մեջ շատ փոխվել է process-ը, ինչպես են մարդիկ գալիս եւ միանում Հիսուսին։ Մենք շատ հաճախ ասում ենք այս կարճ աղոթքը արա մեղավորի, իմացի, որ Աստված քեզ կանչել է խավարից լույսին, փրկվի։ Մարդը չի հասկանում ինչից փրկվեց։ Ոնց փրկվեց։ Հետո հարցնում ես դու փրկված ես թե չէ, մտածում եմ, բայց ես ինչից պիտի փրկվեի, վատ մարդ չեմ եղել, հիվանդ չեմ եղել, փառքասու, միշտ լավ ա եղել ամեն ինչ։ Բայց այն ինչ որ կատարեց Հիսուսը կանչելով մեծ նշանակություն ուներ։ Եվ ընդհանրապես քրիստոնյա բառը նոր կտակարանի մեջ ընդամենը 3 անգամ է գրված։ Մենք հաճախ ասում ենք, քրիստոնյա ենք կամ քրիստոնյաներ, այդ բառը ընդամենը 3 անգամ է օգտագործված, փոխարենը 269 անգամ օգտագործված է աշակերտ բառը։ Եվ աշակերտ բառը նորից այն իմաստով էր, որ այն ժամանակ, երբ որ գրվել է Աստծո խոսքը Հիսուսի ժամանակներում, աշակերտները ոչ թե կարճ ժամանակով դպրոց էին գնում, այլ ավելի որ պատկերավոր լինի մեր ժամանակ, օրինակ, երբ որ մենք հիշում ենք, օրինակ, մեր ծնողների կամ պապերի պատմությունները, երեխաներին փոքր տարիքից ուղարկում էին վարպետի մոտ։ Եթե վաճառական էր, եթե կոշկակար էր, երեխան փոքր տարիքից գնում էր այնտեղ եւ պարզապես ապրում էր այդ մարդու հետ ու ծառայում էր շատ մոտիկ եւ վերջում հույսը նա էր, որ ինքն էլ կդառնար նրա նման։ Ուրեմն, երբ որ Հիսուսը գրված է 12 հոգի կանչեց կամ աշակերտ կանչեց 4 ժամով դասարան գնացողներ չէին, սա ուրիշ բան էր։ Գիտեք, որ մենք նոր ենք վերադարձել Երուսաղեմից եւ շատ բաներ, երբ որ այնտեղ պատմում են, ականատես ես լինում, սկսում ես ուրիշ ձև հասկանալ։ Նախ կանչողը պետք է լիներ ռաբայ, ռաբունի հայերեն կամ ուսուցիչ, եւ գիտենք, որ Հիսուսն ինքը ռաբայ էր։ Հաջորդ մի բանը, որ շատ ժամանակ մենք ուրիշ ձև ենք պատկերացնում, Հիսուսը հրեա ռաբայ էր։ Գիտեմ, որ շատ մարդիկ գուցե չեն էլ սիրում հրեաներին, շատերից լսում եմ այս քաղաքում, ասում են, այս ջհուդները, ջուերը, հրեաները, բլմ, ես չգիտեմ ինչ բողոք կա, բայց փաստ կա, որ չեն կարող ժխտել, Հիսուսը հրեա էր։ Եվ Աստված մեր բոլորի կյանքի մեջ օգտագործել է հրեաների, հրեա աշակերտների, հրեա ուսուցիչների, ի վերջո բոլոր հիմքերը դրվել է հրեաների միջոցով, որովհետև Աստված այդպես է ուզել։ Բայց Հիսուսը ինքը ռաբայ էր եւ հուդայականության մեջ ռաբիի դերը հասարակության մեջ շատ բարձր էր։ Դա ոչ թե մի ուղակի ուսուցիչ էր, որ քիչ աշխատավարձ էր ստանում մեր օրերի պես ու տենց հատուկ հարգանքի էլ երևի չէր արժանանում, ռաբայը կամ ուսուցիչը մի մարդ էր այն ժամանակվա հասարակության մեջ, որ մարդկանց ամեն ինչի մասին կարող էր սովորեցնել, Աստծո կանոնների համեմատ ճիշտ կյանք ապրել։
Եվ միշտ մարդիկ նայում են ռաբայներին որպես ամեն իմաստության ակունք։ Կյանքի ամեն խրթին իրավիճակների մեջ նայում են ռաբայի հույս ունենալով, որ ինքը պատասխանը կունենա ու կսովորեցնի ճիշտ ապրել։ Եվ դպրոցական համակարգը շատ ուրիշ էր եւ երեխաները սկսում էին իրենց առաջի քայլերը մոտավորապես 5 տարեկանում։ Եվ առաջի փուլը ինչ էին անում, ծնողը վերցնում էր հիմնականում տղա երեխաներին եւ տանում էին սինագոգ։ Տանում էին ժողովարան եւ այն ժամանակվա ժողովարանները եւ ես նկար ունեմ I think Երուսաղեմից սինագոգի նկարը կարող ենք դնել։ Այս նկարը արվել է այնտեղ եւ հաջորդ նկարը հենց այս շենքի մոտ մենք նկարված ունենք, սա այնտեղն էր, որտեղ գրված է Հիսուսը սովորեցրեց ժողովարանում, հետո դուրս եկավ ու գնաց Պետրոսի զոքանչին բժշկեց։ Զոքանչների մասին շատ չխոսամ, բայց տեսեք Հիսուս ինչքան շատ է սիրում զոքանչներին։ Սինագոգը իրականում community center էր, ոչ թե հավաքույթի կամ հոգևոր ժողովարան էր, այլ համայնքի հավաքման տեղ էր, որտեղ մարդիկ հավաքվում էին, օրվա լուրեր էին լսում, իրարից խաբար էին հարցնում, կարևոր բաներ էին սովորում։ Եվ ամեն սինագոգում ռաբայներ կային, որոնք երբեմն շրջիկ էին։ Եվ ծնողը բերում էր իր երեխային մոտարապես 5 տարեկանում այն հույսով, որ երեխան կսկսի սովորել Աստծո կանոնները։ Եվ դասընթացը, դպրոցը կառուցված էր ոչ թե ինչ-որ կրթական գիտելիքների վրա, նրանք հիմնականում սովորում էին Աստվածաշնչի հնգամատյանը, Թորան, 5 գրքերը, ծննդոց, ելից, թվոց, ղևտացոց եւ երկրորդ օրինաց։ Եվ դրա ամբողջ իրանց կյանքը կառուցվում էր այդ 5 մատյանների ուսումնասիրության վրա եւ այդ տեղը առաջի դասարանը կոչվում էր Բեթ Սեֆեր գրքի տուն։ Եվ ամեն երեխան փորձում էր ու երազում էր, որ ես կգնամ այնտեղ եւ կսովորեմ Աստծո խոսքը։ Եվ գալիս են երեխաները, մոտարապես 5-ից 10 տարիքում սովորում էին եւ մեծ մասը, որովհետեւ հատուկ տվյալներ չէին ունենում, 10 տարեկանից ուղարկվում էին տուն, որ գնան օգնեն մամային, պապային իրենց անասնապահության մեջ կամ արտերը մշակելու մեջ, սովորական գործ անեն, բայց գիտեին, որ Աստվածաշնչի այդ basic, Աստծո կանոնը արդեն սովորել են։ Նրանց մեջից եթե լինում էին ավելի առաջադեմները, ավելի գերազանցները, նրանք ռաբայների թույլտվությամբ գնում էին հաջորդ level, եւ հաջորդ level-ը կոչվում էր Բեթ Սեֆեր, որը նշանակում էր գրքի տուն։ Որը ներողություն, առաջինը Բեթ Սեֆեր էր, երկրորդը, որ գնում էին Բեթ Թալմուդ, ուսուցման տուն, եւ շարունակում էին սովորել ոչ թե հնգամատյանը, այլ այս անգամ ամբողջ Աստվածաշունչը։ Եվ իրանց հաջորդ շրջանը մինչև 12-13 տարեկանը անց էին կացնում այդտեղ եւ պետք է Աստծո խոսքը, Աստվածաշունչը 5 կտակարանը ամբողջությամբ փորձեին անգիր անել։ Եվ շեշտը հիշողության վրա էր, ուղղակի պետք է այնքան կրկնեին եւ սովորեին։ Եվ նորից ամեն մեկը չէր, որ կարողանում էր լավ սովորել։ Եվ հետաքրքիր մի բան կա հрьяաները մինչև այսօր իրենց մոտ ունեն մի ավանդույթ տոնելու, մեծ տոներից մեկը երեխաների դա բար միցվա ասածն է, ովքեր որ հрьяաների հետ կապ ունեն, տղաների մոտ 13 տարեկանում, աղջիկների մոտ 12 տարեկանում մեծ celebration են անում ի նշան հասուն մարդ դառնալու կամ արդեն ինքնուրույն որոշումներ կայացնելու ընդունակ։ Եվ մարկը, այսինքն նշվում էր կամ սրանով էին համոզվում, որ այս երեխան արդեն կարող է ինքնուրույն հոգևոր որոշումներ կայացնել, եթե այդ երեխան, տղան կամ աղջիկը կարողանում էր հասարակության մեջ մասսայական Աստծո խոսքը կարդալ մի հատված ու մեկնաբանել։ Եվ սա կարծեմ մեզ բան է հիշեցնում։ Եթե ուզում ենք հոգևոր հասուն մարդ լինել, մենք էլ պետք է կարողանանք գոնե մի փոքր portion Աստծո խոսքից կարդալ ու մեկնաբանել։ Եվ դրանով մեծ տոնակատարություն էին անում եւ նշում էին, որ այդ երեխան արդեն հասուն է։ Եվ 13-ից հետո, եթե այդ աշակերտների մեջ լինում էին շատ ավելի խելացի մարդիկ, որոնք շատ ավելի քիչանում էին, անցնում էին հաջորդ level-ը, որը կոչվում էր Բեթ Միդրաշ ուսումնասիրության տուն։ Եվ այս ժամանակ արդեն ընտրյալները, ովքեր որ լավ էին, իրենք էին գնում ռաբայի մոտ ու ասում են, խնդրում ենք, ինձ կշարունակես աշակերտել։ Ինձ կշարունակես աշակերտել, սովորեցնել եւ Աստծո խոսքի մեջ տանել, եւ եթե ռաբայը հարցեր տալուց հետո շատ հավանում էր, համաձայնվում էր ու ասում էր, այո, արի իմ հետևից, follow me։
Եվ դրանից հետո աշակերտը պետք է ամեն ինչ թողներ եւ լիներ այնտեղ, որտեղ իր վարդապետն է։ Նրա հետ պիտի քայլեր, նրա հետ պիտի ճաշեր, նրա հետ պիտի զարթներ, գյուղից գյուղ գնար, նրա հետևից քայլելով կարծես նրա փոշու մեջ պիտի շաղախվեր, որ հետո հույսը նա էր, որ ինքն էլ դառնար նրանց վարդապետներից մեկի նման։ Եվ ամենավերջի լեվելը 15-ից սկսում էին եւ մոտարապես 30-ում, երբ որ ավարտում էին, հատուկ ռաբայը commission էր անում, հատուկ օրհնում էր նրանց եւ հայտարարում էր, որ սրանից հետո դուք կարող եք ինքներդ արդեն լինել աշակերտ։ Եվ այսպիսի մի դրվագ կա Մատթեոս ավետարանի մեջ 4-րդ գլուխ 18-ից 20 խոսքերում ասում է, որ Հիսուսը Գալիլեացիների ծովի եզերքում ման էր գալիս եւ տեսավ երկու եղբայրների, Սիմոն Պետրոսը եւ նրա եղբայր Անդրեասը, որ ուրկաներ էին գցում ծովը, որովհետեւ ձկնորս էին, եւ նրանց ասեց. եկեք իմ ետևից։ Եկեք իմ ետևից եւ միշտ կարդում ենք այս հատվածը, մտածում ենք, բայց ինչ կար հատուկ, ոնց կարող էին այս երկու երիտասարդը հանկարծ իրանց բիզնեսը, իրանց նավը, իրանց ձկնորսությունը թողնել ու գնալ Հիսուսի հետևից։ Բայց եթե ետ նայեք այն բաներին, ինչ ես բացատրեցի, ամեն երեխա, որ գնացել էր առաջի level ու դրանից ավել չէին թողել, իր մեջ մի վերք ուներ, որ ես այդքան լավը չեմ, ես պիտանի չեմ, ես չեմ կարող լավ մարդ դառնալ կամ օրինակելի մարդ դառնալ կամ ռաբայ դառնալ։ Եվ քանի որ Հիսուսը ռաբայ էր եւ գրված է նրա համբավը ամբողջ Գալիլեայի շրջանում տարածված էր, այսինքն երբ որ Հիսուսը եկել էր այդ տարածք, բնականաբար ամբողջ ժողովուրդը իրար մեջ խոսել էին, որ վաու ռաբայը ստեղ է։ Եվ հանկարծ հիմա Պետրոսը, որ մի տարիքում իրան երևի 10-12 տարիքում ասել էին քեզնից շատ բան չի դուրս գա, մի քիչ գիտես հերիքա գնա ձկնորսություն արա, Հիսուսն ասում է դու արի իմ հետևից։ Եվ սա մի երանելի խոսք էր, որ ամեն գերազանց աշակերտ ուզում էր լսել, որ մեկ օր ռաբայն իրեն կասի, այո, թույլ եմ տալի, արի իմ հետևից։ Դրա համար նրանք երկուսն էլ այնքան ոգևորվեցին, խառնվեցին, թողեցին ամեն ինչ իրենց ծնողներին եւ գնացին, որովհետեւ հասկացան, որ կյանքում իրենց տրվել է մեծագույն հնարավորությունը։ Ինչ կասենք մեր մասին։ Արդյոք մենք այս ֆոնի վրա տեսնում ենք, որ Հիսուսը մեզ ասել է արի եւ հետևի ինձ։ Մենք երբեմն մտածում ենք, ես տենց ուզեցի եկա Հիսուսի հետևից, բայց իրականում չէ սիրելիներ, Հիսուսը գտավ մեզ եւ մեզ պատվի արժանացրեց ասելով արի եւ հետևիր ինձ։ Եվ այսօրվա քրիստոնեության մեջ շատ ժամանակ մենք առանց կարծես պարտավորության ասում ենք միայն հավատա Հիսուսին կփրկվես դժոխքից։ Բայց այսօրվա այս խոսքը նրա համար է, որ հասկանանք, որ այո, մենք ձրի ու շնորհով փրկվում ենք, բայց որպես աշակերտ մենք մեծ պատասխանատվություն ունենք եւ դա Հիսուսի հետ լինելն է։ Ամեն եւ խոսքի շարունակությունն ասում է իմ լուծս ձեր վրա առեք եւ սովորեք ինձանից, որ հեզ եմ եւ սրտով խոնար։ Եվ միշտ մտածել ենք, որ լուծը, այո, ծառայության լուծն է։ Բայց իրականում ամեն ռաբայ այն ժամանակ, երբ որ ասում էր լուծը, յոգ, նկատի ուներ իր ուսուցման ոճն ու ձևը։ Ամեն ռաբայ ուներ իր ուսուցումների շարքը եւ ուսուցումների ձևը։ Եվ երբ որ Հիսուսն ասում էր իմ լուծը ձեր վրա առեք, որովհետև իմ լուծս քաղցր է, իմ բեռը թեթև, ի նկատի ուներ, որ իմ ուսուցումները շատ հեշտ են, իմ ուսուցումները շատ պրակտիկ են եւ շատ կարեւոր են։ Եվ եկեք իմ ետևից։ Եվ երբ որ կանչում էր Տերը մեկին, նշանակում էր, որ վերջ 24 ժամ, շաբաթը 7 օր այս անձնավորությունը պետք է գնար իր ռաբայի հետևից, պետք է նրա հետ ճաշեր, պետք է նրա հետ քայլեր, պետք է նրա հետ աշխատեր, աներ այն ամենը, ինչ նա անում էր։ Եվ կուլմինացիոն նպատակը նա էր, որ վերջում նմանվեր եւ դառնար իր ռաբին։ Ու հետո վերջում, եթե ամեն ինչ լավ էր լինում, եթե այդ ժամանակը լավ անցնում էր, ռաբայը օրհնում էր նրանց եւ ասում էր. գնացեք եւ աշակերտներ պատրաստեք։ 3 բան կար, երբ որ աշակերտը որոշում էր Հիսուսի հետևից գնար, նրա կյանքը դրանից հետո 3 այս մղիչ ուժերի շուրջ էր հավաքվում։ Եվ առաջինը դա լինել Հիսուսի հետ, լինել ռաբայի հետ։ Այսօր մեզ համար մեր կյանքի առաջնայնությունը պիտի լինի սիրելիներ, լինել Հիսուսի հետ։
Շատ մարդիկ գալիս են եկեղեցի եւ մտածում են ինչ անեմ, ասեք ես ինձ մի գործ տվեք, մի ծառայություն տվեք, համար առաջի ծառայությունը իմ եւ քո աշակերտ լինելու նա է, որ լինենք իր հետ։ Եվ ես հասկանում եմ, որ այսօրվա զբաղվածության մեջ կհարցնես, բայց մենք չենք կարող մեր բան ու գործը թողնենք ու 24 ժամ շաբաթը 7 օր լինել Հիսուսի հետ։ Տարբերություն կա, սիրելիներ։ Այն ժամանակ Հիսուսը ֆիզիկապես էր երկրի վրա ու մի տեղ էր։ Այսօր մեր առավելությունն նա է, որ Հիսուսը մեզ ասել է, ես ձեր հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը, ամեն ուր որ գնաք, ամեն ինչ որ անեք, Հիսուսը մեր հետ է։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, որ նա հավատքով բնակված է մեր սրտերում, նշանակում է, որ ամեն տեղ, ուր որ գնանք, մեր համար Հիսուսը պիտի լինի առանցքային։ Նշանակում է, երբ որ առավոտը զարթնում ես, ոչ թե որ օրինակ անկողինը չես հավաքում, այլ sense Հիսուսին ես, նո, նշանակում է, երբ որ անկողինը հավաքում ես, հասկանում ես, որ դու Հիսուսինն ես, ու դրա մեջ էլ Հիսուսը քո կյանքի մեջ կարևոր դեր է, երբ որ դուրս ես գալի աշխատանքի, երբ որ մեքենա ես քշում, քո բոլոր վարմունքների մեջ դու հասկանում ես, որ դու Հիսուսի հետ քայլում ես, եւ դա նախ օգնում է քեզ, որ քո բոլոր որոշումների մեջ ճիշտ ապրես։ Այլապես մենք եկեղեցին դարձնում ենք ծերանոց, nursing home։ Ինչ է nursing home-ը։ Շատ հարմարավետ լավ տեղ է, որտեղ տարեց մարդկանց իրենց երեխաները սովորաբար դնում են, ասում են, պապա ջան, մամա ջան, քեզ շատ եմ սիրում, մի քիչ փող կտամ այս շաբաթ, փակ այդ մանի յոլա գնա, կիրակի օր էլի կգամ, bye, I gotta go, ու գնում են։ Հետո հաջորդ կիրակի էլի գալիս են, դռները բացում են, բարև պապա, եկել եմ։ Ծիծաղում ենք, բայց քրիստոնեությունը մեր աչքին շատ հաճախ այդպիսին է։ Բայց այս հատվածները, երբ որ կարդում ենք, հասկանում ենք, որ Հիսուսը չի ուզում կիրակի օրը այստեղ հանդիպել։ Հիսուսն ասում է, նո, ես քեզ կանչել եմ քեզ հետ լինել։ Քո երեխաների դաստիարակության մեջ, քո դպրոցի մեջ, քո համալսարանի մեջ, քո աշխատանքի մեջ ես ներկա եմ։ Եվ դու այդ գիտակցումով պիտի ապրես։ Այո, ինչ որ անում ենք, պիտի անենք, որովհետև աշխատելը Աստծո պատվիրան է։ Շատ մարդիկ մտածում են, որ հավատացյալները ծույլ են։ Ոչ։ Աստծո խոսքն ասում է, ով չի ուզում աշխատել, թող հաց չուտի։ Այդքան խիստ է աշխատանքի հարցը։ Եթե այստեղ կան մարդիկ, որ չեն ուզում աշխատել, հաց ուտելուց հիշի, որ աշխատել է պետք։ Իհարկե աշխատանքը տարբեր է։ Ամեն մարդ տարբեր, շատ տան մայրեր կան, որ տան գործ են անում, դա էլ է աշխատանք։ Սա նշում է, որ Աստված ծույլերի կարծես հրում է, որ հեյ, գնա աշխատելու։ Սովորելը, գիտելիք ձեռք բերելը եւ շատ այլ բաներ, որ մենք ամեն օր անում ենք, դրանք կարևոր բաներ են մեր կյանքում։ Բայց մենք պիտի հասկանանք, որ Աստված այստեղ չի մնում։ Հիսուսը մեզ չի կանչել 2 ժամ իր հետ աշակերտ լինել կամ գնալ Աստվածաշնչյան դասարան, որտեղ մեր գլուխները մեծանում է, մեր գիտելիքը շատանում է, բայց շատ ժամանակ մեր սիրտը չի փոխվում։ Այլ մեր ամենօրյա գործերի մեջ թույլ տալ, որ Հիսուսը մեզ առաջնորդի, թույլ տալ, որ Հիսուսը մեզ սովորեցնի իր խոսքի միջոցով եւ իր ներկայությամբ։ Ամեն։ Երկրորդ բանը նրա հետ լինելուց հետո, որ կարևոր էր, պետք է նպատակ ունենար ամեն աշակերտ, որ դառնար Հիսուսի նման, դառնար ռաբայի նման։ Ունես այդպիսի նպատակ։ Քո սրտի մեջ կա այդպիսի ցանկություն, որ Հիսուսին նմանվես։ Մեծ ծառայություն է դա նմանվել Հիսուսին եւ պատճառը, որ այդ երեխաները փոքր տարիքից գնում էին ռաբայի հետ ժամանակ անցկացնելու, նա էր եւ նրանց ծնողների հպարտությունը նա պիտի լիներ, որ մեկ օր տեսնեին, որ իրենց խոսալու տոնայնությունը նման է իրենց վարդապետի ձայնին։ Նրանց պես շարժվում էր, նրանց պես խոսում են, ամեն ինչ որ անում են։ Եվ կարծեմ Պետրոսի մոտ դա լավ էր ստացվել, որովհետև այն գիշեր, երբ որ Պետրոսը վախեցած պիտի ուրանար Հիսուսին եւ ուրանում էր ու ասում էր չեմ ճանաչում, կանանցից մեկն ասեց, բայց քո խոսացվածքը ռաբայիդ նման է։ Մատնվեց, որովհետև արդեն նմանվել էր իր ռաբային, քիչ էր մնացել, որ graduate անի, բայց վախեցավ։ Եվ երրորդ կետը, որ ամեն աշակերտ պիտի հասներ, նմանվեր ռաբային, երկրորդը եւ երրորդը պետք է սովորեր անել այնպես, ինչպես իր ռաբային էր անում, կյանքում ամեն ինչ, եւ հետո ուրիշներին սովորեցներ։
Ուրեմն մեզ Հիսուսի հետևից գնալը մի ամբողջ կյանքի գործընթաց է, mission, որ մենք միշտ պետք է այս երեք բաները ունենանք, որ երբ որ Հիսուսը մեզ կանչել ու ասել է արի իմ ետևից, նշանակել է արի իմ հովանու տակ եւ ապրի այնպես ինչպես ես կապրեի։ Եվ ավելի ճիշտ ասեմ, թույլ տուր ես ապրեմ քո մեջ։ Ուրեմն առաջինը լինել քո ռաբբիի հետ, լինել քո ուսուցչի հետ եւ հիշել, որ Հիսուսը մեզ հրավեր է տվել լինել իր հետ, մենք չենք կանչել, բայց արժանացել ենք, որովհետեւ շատ երեխաներ այդ basic-ից առաջ չէին անցնում։ Բայց նրանք, ովքեր հասնում էին այդ 13-ից 15 տարեկանում, նրանք գիտեին ճիշտ հարցեր տալ, նրանք գիտեին խորը մտածել եւ վարդապետներն ասում էին՝ արի իմ ետևից, շարունակի իմ հետ քայլել։ Եվ սա նշանակում էր, որ այո, ամեն օր պետք է քայլել ու դառնալ նրա նման։ Ղուկաս 6:40-ի մեջ Հիսուսը հետևյալ խոսքերն էր ասում եւ այս լույսի ներքո ավելի պարզ է դառնում, ասում էր. աշակերտը իր վարդապետից բարձր չէ։ Աշակերտն իր ռաբբայից բարձր չէ, բայց ամեն կատարելապես վարժվածը նման կլինի վարդապետին։ Սա մեր նպատակն է, սիրելիներ։ Մեզնից ամեն մեկը պետք է ձգտի վարդապետին նման լինել։ Եվ վերջի մասը, երբ որ գալիս ենք վերջին անել այնպես, ինչպես ինքը արեց, Հիսուսն ինքը իր աշակերտներին հետևյալն էր ասում Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ 12-14 խոսքերի մեջ։ Ապա ոչ թե այն գործերի համար, որ արեցի ինձ հավատացեք, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինձ հավատացողը պետք է անի այն գործերը, որ ես եմ գործում։ Նա էլ պետք է գործի եւ ավելի մեծ բաներ պիտի անի։ Մեր ռաբբայը, մեր ուսուցիչը, մեր առաջնորդը, որ Հիսուսն է, որ կանչել է մեզ, նա հավատացել է մեզ։ Նա ընտրել է մեզ, ասել է արի իմ ետևից, բայց նշան որպես, որովհետև նորից, եթե ռաբբայը հավանում էր մեկին, ասում էր դու անելու ես այն գործերը, որ ես եմ անում։ Եվ Հիսուսը իր աշակերտներին վերջում ասում է, որ հավատացեք ինձ իմ գործերի համար, որովհետև դուք էլ անելու եք այն բաները, որ ես արել եմ, եւ պետք է անեք անգամ ավելին, որ ես եմ արել։ Եվ դրանից հետո, երբ որ այդ 3 փուլերը անցնում են, տեղի էր ունենում մի ավանդական գործընթաց, որը կարծես ավարտականն էր, եւ այդ կոչվում էր սմիքա կամ շմիխա, որը ռաբայական օծում էր։ Չէր կատարվում դա մեծ ինչ-որ հավաքույթում, ավելի փոքր մտերմիկ շրջանում ռաբայը հավաքում էր իր ամենալավ աշակերտներին եւ հատուկ ընթրիք էր ունենում իրանց հետ։ Եվ մենք գիտենք, որ Հիսուսը իր մատնվելու գիշերը, օրեր առաջ, վերնատանը հավաքում է իր աշակերտներին։ Public մեծ միտինգ չէր, որ բոլորը հրավիրված էին ծափ տալու, բայց ինքն էր եւ իր 12 աշակերտները բոլորից հեռու մտերմիկ մի վիճակ էր, որը հիշեցնում է, որ սա հենց իրենց կարծես այդ ավարտական երեկոն լիներ, graduation-ը, որ ռաբբայի դպրոցը ավարտել էին եւ ռաբբայը վերջում պիտի ասեր ապրեք լավ եք արել։ Եվ սովորաբար այդ ժամանակ ռաբբայը տալիս էր ամենակարևոր դասերից մեկը, որ ամբողջ կյանքում հիշեն։ Եվ բոլորս գիտենք, որ այդ երեկո ինչ արեց Հիսուսը։ Գրված է, որ նրանք մինչ հաց էին ուտում, Հիսուսը վերցրեց մի թաս, վերցրեց սրբիչը եւ սկսեց լվալ աշակերտների ոտքերը։ Ամեն։ Եվ դրանով նա ցույց էր տալիս, որ ավարտական թեստը, graduation test wasn't the knowledge, ինչքան բան եք սովորել, այլ ավարտական թեստը նա էր, թե ինչքան կարող եք խոնարհվել, ինչքանով է ձեր կյանքը իմ հետ շփվելով փոխվել, որովհետև Հիսուսն ասում էր աշխարհի ռուլերները, աշխարհի իշխանները իրենց ներքո եղողների վրա տիրում են ու դուք դա լավ գիտեք, բայց ես ձեր մեջ եղա որպես ծառա եւ օրինակ թողեցի, որ դուք էլ իրար ծառայեք։ Եվ լվալով աշակերտների ոտքերը տվեց օրինակ, որ դուք էլ միմյանց ոտքեր լվաք։ Եվ ամենակարևոր դասը աշակերտների համար ու զարմանալին նա էր, որ այս ռաբբայը ոչ միայն ունի ամբողջ գիտելիքը, այս ռաբբայը ոչ միայն կարողանում է բժշկել, հրաշք անել, հացը բազմացնել, այլ կարողանում է խոնարհվել ու ծառա դառնալ։
Այսօր նորից ասեցի, քանի որ աշակերտության կոնցեպտը մեր մտքի մեջ ուրիշ է, մենք փնտրում ենք լավագույն դասարանները։ Շաբաթը 20 ժամ դասարան, կգամ։ Տնային 6 խմբակ կգամ։ 6 շաբաթվա commitment is not a big deal կգամ, 6 շաբաթից հետո գիտելիքս կշատանա։ Եվ ես հետո տեսնում եմ մարդիկ, որ սեմինարից սեմինար են վազում, YouTube channel-ից YouTube channel են վազում, իրանց գլուխը մեծանում է, բայց ռաբայի նման չեն դառնում։ Այդ երեկո Հիսուսը թողեց լավագույն օրինակը։ Նա աշակերտներին տվեց մեսիջ, որ ես ձեր մեջ եղա, որպես ամենագերազանց ռաբայը, բայց նաև օրինակ թողեցի խոնարհության, որ դուք պատրաստ լինեք ծառայել իրար։ Եվ ավանդական այդ մեծ graduation-ը, որ մեծ big deal էր աշակերտի ավարտողի կյանքում, Հիսուսը այդ օրինակը թողեց, որ ծառա լինել ամենամեծ տիտղոսն է Աստծո թագավորության մեջ, just to be a servant։ Եվ ես հիշում եմ, երբ որ այս եկեղեցին սկսում էինք, շատ հարցեր կար մեր մեջ, շատ, եւ Տաթևի հետ շատ էինք աղոթում, որովհետեւ շփոթված էինք, չգիտենք ինչն է լավ, ինչն է վատ։ Չգիտեմ ինչպես եղավ, բայց երկուսս էլ Տիրոջից մի բան լսեցինք, որ երկուսս շատ զարմացանք։ Եվ ամեն անգամ, երբ որ ես հոգնած եմ, ամեն անգամ, երբ որ ես շեղված եմ, ամեն անգամ, երբ որ ես թույլ եմ, ամեն անգամ, երբ որ ես ուզում եմ give up անել, հիշում եմ ինչ ասե Հիսուսը։ Եվ դա այս խոսքերն էր՝ սիրի եւ ծառայի իմ ժողովրդին։ That's all. Սիրի եւ ծառայի, սիրի եւ ծառայի։ Եվ Հիսուսը վերջին թրիքին այդ պատվիրանը տվեց աշակերտներին։ Եվ եթե հիշում եք, երբ որ ռաբայը հավանում էր իր աշակերտներին, ամենավերջում, որ էլ տալու բան չուներ, հավաքում էր իր այդ մի քանիսին ու ասում էր տղաներ, որդյակներ, հիմա գնացեք ու դուք էլ աշակերտներ պատրաստեք։ Նշանակում էր, որ ես ամեն ինչ արեցի, ամեն ինչ սովորեցրի, դուք անցաք ձեր թեստերը ու դուք պատրաստ եք սովորեցնելու։ Եվ երբ որ կարդում ենք Մատթեոս ավետարան 28-րդ խոսքը, նույնը Մարկոսի մեջ կա գրված, հարությունից հետո, երբ որ Հիսուսը հանդիպում է աշակերտներին, ժամանակ է տալիս, ապացուցում է, որ ինքը խոստացված Մեսիան էր, Մատթեոս 28-29-ի մեջ ասում է, եւ Հիսուսը մոտ գալով նրանց հետ խոսեց ու ասեց. ամեն իշխանություն տրված է ինձ երկնքում ու երկրի վրա, ուրեմն գնացեք եւ բոլոր ազգերն աշակերտեցեք ու նրանց մկրտեք հանուն Հոր եւ Հոգու եւ Սուրբ Հոգու նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի պահեն եւ ահա ես ձեզ հետ կլինեմ մինչեւ աշխարհի վերջը։ Եվ սա մեծ ռաբայի օֆիցիալ commission անելն էր, որ գնացեք եւ ամբողջ աշխարհը ավետարանը տարածեք։ Հարցն այսօր սա է, որտեղ ես դու քո աշակերտության մեջ։ Արդյոք մուտք ես գործել այդ գրքի տունը։ Այս բառը շատ սիրուն է, գրքի տուն։ Չեմ ուզում որևէ մեկին անհարմար դրության մեջ մտեմ, եթե դու աշակերտ ես, բայց երբեք այս գիրքը չես կարդացել, դու ոչինչ չես արել։ Եվ ինչ չէ տաքրում շատ ներողություն ինչքան է մեծացել քո գիտելիքը։ Ամեն քրիստոնյա պետք է այս գիրքը գոնե նոր կտակարան իր կյանքի մեջ գոնե 2-3 անգամ կարդացած լինի։ Եթե չես արել դա, Հիսուսը քեզ հրավեր ունի։ Հիսուսն այդ բարի ռաբային է, որ ամեն մեկը, որ մոտենում է իրեն, դուրս չի անի, գրված է ինձ մոտ եկողին, ես դուրս չեմ անի։ Եթե արել ես այդ առաջի քայլը, եթե այդ գրքի տունը գնացել ես ու հասկացել ես, որ վաու, հավիտենական կյանքի խոսքեր են սրանք, կա ավելին քեզ համար, մի քիչ ավելի առաջ գնալ եւ հասկանալ, որ դե լավ, սենց նոր կտակարանը 2 անգամ կարդացել եմ, հիմա ամբողջ գիրքը պիտի սովորեմ, Աստծո ամբողջ խորհուրդը պիտի հասկանամ, պիտի փորձեմ հասկանամ, որ այս մենակ իմ մասին չի, որ ես կարդամ, իմանամ կյանքում ինչն է ճիշտ, ինչն է սխալ ու լավ անեմ, հիմա ես Աստծո ամբողջ միտքն եմ ուզում հասկանամ, որ մեկ օր էլ Աստծո ողորմությամբ կարողանամ ուրիշներին օգնեմ։ Եթե դա էլ ես անցել, երրորդ կետը նա էր, որ ռաբայը պետք է թույլ տար ու ասեր արի ու հետևի ինձ։
Գիտեք, մեր ծառայությունը չի սկսվում մեր որոշումից, որ ես ուզում եմ լիդեր լինեմ, եկա լիդեր եղնելու։ Լավ է, որ ուզում ես, բայց նախ պետք է Հիսուսն ուզի, նախ պետք է ռաբային ուզի։ Ծառայությունը սկսվում է նրա մոտ, հայտնվում է քեզ, քո առաջնորդներին, հետո հաստատվում է ձեռնադրությունով։ Բայց անպայման Հիսուսը ուզելու է քեզ, որովհետև հունձքը շատ է, մշակներն են քիչ։ Բայց դու չես կարող լինել աշակերտ առանց պարտավորությունների, չես կարող լինել աշակերտ, քանի եկեղեցին ու Աստծո գործը քեզ համար կիրակի օրը 2 ժամ է, 2 ժամ 20-ն արդեն շատ է։ Բայց մենք պատիվ ենք ստացել, որ ռաբայն ասել է՝ արի իմ հետևից, ուր որ գնամ, թույլ կտամ լինես, կսովորեցնեմ քեզ։ Եվ այդ process-ի մեջ հաջորդ մեծ դասը, որ նա մեզ տա, գիտելիքից շատ նա պիտի նայի մեր բնավորությանը։ Վերջում ռաբայը պիտի տեսնի իր հետ լինելով փոխվեց քո բնավորությունը, թե չէ։ Որովհետև ոտնալվայից առաջ աշակերտների կռիվը սա էր, բայց վարդապետ, ով է վերջո մեզնից ամենալավը, who is the coolest guy, ով է ամենամեծը, էդ ասա։ Ու Հիսուսը խոնարհվում է եւ լվանում է նրանց ոտքերն ու ասում է. մեծությունը որոշվում է ծառայության չափով։ Ինձ մարդիկ ասում են, «Ո՞յ մարդուն ինչի եք անընդհատ իր անունը տալիս»։ Որովհետև երկուշաբթի գործ կա այդ մարդն անում, երեքշաբթի գործ կա այդ մարդն անում, չորեքշաբթի կա մարդիկ, կոնկրետ մեկի մասին չեմ խոսում։ Մեծությունը ամփոփվում է կամ որոշվում է ծառայելու ունակությամբ, խոնարհվելու չափով։ Եվ դա հեշտ չէ։ Ամեն ծառա զոհաբերություն է անում։ Բայց Հիսուսը graduation-ի թեստը թողել էր ոչ թե գիտելիքը, քանի հարցի կարող ես արագ պատասխանես, այլ ինչքան կարող ես խոնարհվել։ Ամեն։ Եվ վերջում, եթե անցել ես դա էլ, ամենակարևոր բանը, որի մասին սկզբում խոսեցի, նոր եկեղեցիներ, փրկված մարդիկ, ինչու, որովհետև ռաբայը, իմ ռաբայը ասել է, ինչպես ես քեզ փրկեցի, ինչպես ես մարդ ուղարկեցի, որ ավետարանը քեզ տվեց, հիմա ժամանակն է, որ դու ուղարկես, դու գնաս եւ աշակերտ դարձնես ուրիշներին։ Եթե 20 տարի հավատքի մեջ ես, բայց դեռ գրքի տունն էլ չես անցել, մտածելու տեղ ունես։ Մտածելու տեղ ունես։ Այսօր այս խոսքերը հրավեր է մեզ գնալու ավելի խորը Հիսուսի հետ։ Եվ ոչ մեկը չի կարող արգելել քեզ։ Գիտեք, մարդիկ ասում են, ես գնում եմ այս եկեղեցից կամ ուրիշ, մեր եկեղեցուց փառք Աստծո, շատ չեն գնում։ Բայց մարդիկ սովորաբար գնում են եկեղեցու, ասում են, «Ստեղ ես հոգևորապես չեմ աճում»։ Այո, որոշ տեղեր գուցե մի քիչ ավելի հեշտ ածես, բայց ես քեզ գաղտնիքն ասեմ, այն մարդիկ, ովքեր կարդում են այս խոսքը, անհնար է որ չաճեն։ Այն մարդիկ, ովքեր այսօր իմ քարոզից ավելի շատ բան ստացան, նրանք են, ովքեր իրեն կարդում են։ Եթե դու սկսես ռաբայ Հիսուսի հետ ժամանակ անցկացնել, ոչ մեկը քեզ չի խանգարի աճելուց։ Ոչ մի բան քեզ չի կարող հոգևորապես կանգնեցնել, եթե դու քո Տիրոջ հետ սկսես ժամանակ անցկացնել։ Ու երբ որ ժամանակը կգա, Տերը քեզ կուղարկի, կդնի քո ծառայության մեջ։ Որտեվ ինքը հետաքրքրված է նոր ռաբայների աշխարհ գալով, նոր ուսուցիչների։ Եվ ամեն իշխանություն իրեն տրված նա փոխանցել է իր եկեղեցուն, որ գնանք եւ աշակերտներ պատրաստենք։ Եվ այսօր մինչև ավարտել ես ուզում եմ, որ մենք հիշենք վերջի ընթրիքը։ Նա ոչ միայն բառեր ասեց, նա ոչ միայն կարճ խոսքեր ասեց, որ քաջալերի իր աշակերտներին, նա բացարձակ մեծ օրինակ դրեց նախ ծառայելով եւ հետո ցույց տվեց իր նվիրվածության չափը։ Նա իր կյանքը դրեց մեզ համար եւ այս երևույթը հաղորդությունն անելով ինքը ասեց ամեն անգամ կհիշեք դա։ Քանի անգամ որ ուտեք կհիշեք, որ իմ ձեզ ընտրելը, իմ ձեզ ռաբայ դառնալը, իմ ձեզ կանչելը, իմ ետևից գալը մակերեսային թեթև բան չէր, դա խորը նվիրում էր։
սիրելով իրեններին մինչև վերջ սիրեց, այնքան սիրեց, որ իր կյանքը տվեց իր հավատացողների համար։ Մեզ դեռ այդպես ոչ մեկը չի սիրել։ Մեզ համար դեռ ոչ մեկ այդպիսի մեծ նվիրում չի ցուցաբերել։ Եվ այսօր, երբ որ մասնակից ենք լինելու հաղորդությանը, ուզում եմ, որ ուղղակի հիշենք ինչ մեծ սեր ու ինչ մեծ հրավեր ունենք մեր վարդապետից, մեր ռաբայից իր հետ քայլելու, իր հետ լինելու, իր հետ հաղորդակցվելու։ Եվ գավաթը, երբ որ վերցրեց, Հիսուսն ասեց, սա նոր ուխտի արյուն է։ Ես ձեր հետ նոր տեսակի ուխտ եմ անում, որ սիրելով մինչև վերջ եմ սիրելու։ Եվ այսօր, եթե այստեղ ես բացում ես, չգիտեմ, Հիսուսը ինձ սիրում է, չի սիրում, հաստատ սիրում է։ Հաստատ սիրում է, այնքան սիրեց քեզ, որ իր կյանքը տվեց քեզ համար։ Եվ այսօր հիշելու ենք, եւ նաեւ ուզում եմ, որ ոչ միայն հիշենք, այսօր բացարձակ ուրիշ տեսանկյունից եմ ուզում նայենք հաղորդության երևույթին։ Նրանք, ովքեր հասնում էին այդ երրորդ մակարդակին, չորրորդ մակարդակը ուղարկելն էր, որ գնան։ Բայց դրանից առաջ Հիսուսը ընթրիքն արեց իր աշակերտների հետ։ Եվ երբ որ մենք վերցնենք այս գավաթը, հացը, ուզում եմ, որ մտածես ինչքան լուրջ է քո քայլքը Հիսուսի հետ։ Որովհետև ինքը քեզ շատ լուրջ գործի է կանչել, ինքը կանչել է շատ լուրջ հաղորդակցության, չի կանչել մակերեսային շաբաթը 2 ժամ դասարան նստելու, կանչել է կյանքդ իր հետ ապրելու։ Ամեն։ Եվ իր կողմից կատարված ուխտը ուզում եմ, որ այսօր մեր ուխտի նորոգությունը լինի, երբ որ մենք վերցնենք այս հացը եւ խաղողի հյութը ասենք, Տեր, շնորհակալ ենք, որ դու մեզ համար արյունը թափել ես։ Դու մեզ համար, մեր հետ լինելու համար այդ դժվար ճանապարհն անցել ես եւ մենք ուզում ենք նույնը անենք։ Կխնդրեմ, որ կանգնենք ոտքի։